Uber-ը երբ որ մտնում էր Բրազիլիա, ինքը Google-ում մոտավորապես 3 միլիոնի գովազդ էր դնում ամսական։ Իսկ կան գովազդի տեսակներ, որոնք որ օրինակ չեք թույլատրում։ Մոտավորապես 70%-ով ավելի էժանա բիզնեսի համար հետ բերել արդեն եղած հաճախորդին, քան նորին ձեռք բերել։ Այսօր շատ դժվար է հաճախորդների տվյալները վերցնել, որպեսզի դու Wi-Fi-ին կապնես, պետք է քո паспортը ծերեն ամեն անգամ գրես։ Բիզնեսից քանի հոգի են աշխատում, մենակ Հայաստանում եք աշխատում, թե ոչ, դա շատ կարևոր։ Ամենաթանկ բանն է ինձ թվում է այսօրվա դրությամբ դա տվյալներն են։ Ողջույն բոլորին, այսօր բիզնես process հաղորդման եթերում հյուրընկալել եմ Հարություն Նահապետյանին, Y-Media-ի հիմնադիր տնօրեն։ Շատ ուրախ եմ, Հարություն ջան։ Ես եմ Դավիթ ջան։ Մեր հաղորդման ֆորմատն ունեցա, որ սկզբից մենք պատմենք բիզնեսի անցած ճանապարհի, բիզնեսի պրոդուկտների, ծրագրերի, լուծումների մասին, ու հետո դրանից հետո շարունակում ենք ավտոմատացված լուծումների, մարտահրավերների, խնդիրների, մասնավորապես ձեր ոլորտում ես ինչքան տեղյակ եմ, շատ բարդ է եղել կամ շատ բարդ է ինֆորմացիան հասցնել բիզնեսին։ Եկեք մի քիչ պատմեք ձեր բիզնեսի մասին, ինչով եք զբաղվում, ինչ լուծումներ եք առաջարկում բիզնեսներին։ 15 թվականին է ստեղծվել ընկերությունը։ Այն ժամանակ, երբ որ Հայաստանում կաֆեներում Wi-Fi-ները այն տպլինք վատ ռաուտերներով էին, այն որ 10 հոգի կպնում էր, կախում էր ռաուտերը։ Հա։ Այդ ժամանակ մենք ստեղծե բիզնեսը 15 արդեն 10 տարի է, փաստորեն, հա։ Ինչ էինք անում, այդ ռաուտերներն էինք փոխարինում ավելի հզորներով, ավելի շատ մարդ կպնի, մի հատ ուրիշ պրոյեկտի շրջանակներում, հետո հասկացանք, որ չէ, պետք է այդ ամեն ինչը ինչ որ ձև մոնետիզացնել, ու մտածինք գովազդով դա անել։ Պարզվեց, որ համապատասխան ծրագիր չկա, որ մենք կարանք առնենք ու կիրառենք մեր արդեն եղած ցանցում, մենք էլ IT ընկերություն ենք, outsource-ով ենք զբաղվել երկար տարիներ, որովհետեւ մերը գրենք, տենց մի հատ ոտի վրա փոքր back-end-ով առանց front-end-ի լուծում գրեցինք, սկսեց աշխատել, ունեցանք կարելի ասել մի ամսում երկու շատ մեծ գործընկեր գովազդատու, հետո մետրոն միացավ մեր ցանցին, ու տենց այս պահին արդեն 300-ից ավել գոտի ունենք Երևանում անվճար Wi-Fi, հա։ Սկսած օդանավակայից վերջացրած մոլերով, սրճարաններով, փողոցներով աշխատում ենք գրեթե բոլոր մեծ ընկերությունների հետ, թե տելեկոմի, թե այլ ասպարեզների։ Ուրեմն ես այդ լուծումը, որ դուք ունեք, ես այդ լուծումը դրսում էի տեսել, բայց որ դրսում տեսա առաջի անգամ եմ ուտեղել, որ օրինակ լուծում եմ տեսնում դրսում ու ասում եմ, վայ, ես մեր հայկական լուծման նման է, մեր Y-Media-ի նման է, որովհետև թե օդանավակայաններում, թե կաֆեներում, սրճարաններում ինքը շատ ակտուալ է դուրսը, որ մարդիկ, եթե ուզում ես դու Wi-Fi-ից օգտվես, պետքա օրինակ տվյալներ տաս կամ պետքա գոնե գովազդ նայես, հա, իսկ ու դրանից հետո ոնց որ տենց ուրախացա, որ առաջինի ես դա տեսել եմ ոնց որ Հայաստանում, Երևանում ու շատ լավ է այդ մասը։ Հիմա այդ մի քիչ ավելի բացենք, էլի, ինչ է տալիս պատվիրատուին, այսինքն տվյալ հաստատության տիրոջը, մոլի կամ ռեստորանի ինչ է տալիս իրան այդ լուծումը ու ինչ է տալիս հաճախորդին։ Որպեսզի այդ քո հարցին ճիշտ պատասխանեմ, արի իրան երկու մասի կիսենք։ Որտեղ մեր բիզնեսի լուծումը ինքը իրանից ենթադրում է երկու, կարելի ասել, իրարից տարբերվող ձևաչափ։ Մեկը, որը որ գովազդի մասին է, մյուսը, որը մարքեթինգի մասին է։ Հիմա խոսեմ առանձին։ Գովազդը դա հետևյալ լոգիկան է։ Ենթադրենք Զվարթնոց օդանավակայանն է, որտեղ ինչ որ բիզնես ուզում է տուրիստներին ինչ որ բան գովազդի։ Ինքը կարողանում է կամ դիմել մեզ, կամ դա անել մեր կայքի օգնությամբ առցանց, մտնել, սարքել գովազդ, տեղադրել այնտեղ հղումը, full screen սիրուն, ոնց որ ինքը անում է Facebook-ում կամ Google-ում, էլի, այդ լրիվ նույն ձև, on-line դաժե վճարի, ու իր գովազդը գնում է in review, հետո միանում է։ Այսինքն sense process կա գովազդատուի համար, ու ինքը դաժե կարա Զվարթնոցում ընտրի, ասի ես ուզում եմ
մենակ ժամանման սրահը կամ մենակ մեկնման սրահը, այդ գեյթերի հատվածը, հա, այսպես։ Ու նույն լոգիկան մնացած բոլոր տեղերում։ Ենթադրենք ուզում է ձեր պլատֆորմը կպտում է իրանց հենց այդ Wi-Fi-ի սարքերին, որ ամբողջովին on-line է կատարվում, այսինքն ոչ մի մասնագետ պետք չի գնա, ոչ մի գործողություն ունի, on-line է կատարվում ու ինքը որոշում է, որ տարածքում ինչ գովազ ցույց տա, ճիշտ է։ Հա, ենթադրենք գովազդատուն ուզում է Երևան մոլը, չգիտեմ դե Տաշիր պիցցաները եւ Պապլավոկի այգին։ Ինքը այդպես կարա պլիտիշկեքով ընտրի ու իր գովազդը մենակ այդտեղ կֆռա։ Հա։ Հիմա մեր տարբերությունը մնացած կրիչներից որն է, որ մենք տալիս ենք այդպես հիպերթիրախավորում, որ կոնկրետ տարածքով դու սահմանես քո գովազդի ցուցադրությունը։ Այս մասը ուզում եմ մի քիչ ավելի sense ոնց որ ինֆորմացիա տանք էլի, որտեվ մեր մոտ այսօր Հայաստանում գովազդի հաճախորդին հասնելու ես բավականին շատ բիզնեսների հետ եմ առնչվում ու թե գործով թե ընդհանուր առմամբ շփումներով այսօր գովազդի աղբյուր շատ ոլորտների համար համարվում է Facebook-ը, Instagram-ը, մի քիչ ջահել բաների համար հասարակության համար համարվում է TikTok-ը, ոչ մի հայկական բան։ Մեկ էլ մի հատ ունենք List.am, որը որ ինքը փաստացի ինքը գովազդ չի, ինքը հայտարարությունների տեղադրման ավելի շատ կայք։ Եթե ուզում են, ասենք, բիզնեսմենները գովազդ անեն, մենք պետք է լուծման մասին, ոնց ասենք, ամեն անգամ գոռանք, ամեն անգամ ասենք, սա որ մեր հայկականն է ու կոնկրետ գնա ու հաճախորդին տես, որտեղ ես ուզում հաճախորդին տեսնես։ Սա շատ հիանալի լուծում է այս բոլոր մեր բիզնեսմեններին, ովքեր որ մեզ նայում են, խորհուրդ եմ տալիս, որ մի հատ էս լուծումը գործիքը անպայման Արի ես քո բան, արի քեզ ես բան անեմ։ Անպայման բան կանեի։ Արի ես այդտեղ քեզ բան անեմ։ Հակասեմ ու ասեմ, չէ, Դավիթ ջան, պետք չի։ Թող իրանք ոչ թե որոշումը կայացնեն, թե գովազդը տեղադրում են մեզ մոտ կամ Facebook-ում ոչ թե նրա հիման վրա թե սա հայկական է թե չէ, այլ էֆեկտիվության չափման, հա, իհարկե, որտեվ պարզը խոսանք, հա, աշխարհում ամենաէֆեկտիվ հարթակները դա այն հարթակներն են, որտեղ մարդու աչքերն են, որը նարդանում են, ենթադրենք, չգիտեմ, 90 թվին դա ամբողջությամբ ռադիոներ, հետո TV-ներ, հետո ինտերնետն է, հիմա social media-ն է, ու տենց գնում է, հա։ Հիմա ամեն մի գովազդի հարթակ ունի իր սպეციფიკան, ունի իր ժամանակահատվածը ուշադրության պահելու, եւ вообще ոնց որ գովազդը տեղադրում են նպատակներից ելնելով, թե ինչ նպատակ ունի բիզնեսը։ Մենք շատ դեպքեր ենք ունեցել, երբ որ գովազդատներ են եկել, ասել են մեզ պետք է անպայման գովազդ այս տարածքում, որտեղ մենք վստահ ենք, որ այդտեղ մեր հաճախորդն է, մենք ասել ենք լավ, իսկ դուք ո՞նց եք գնահատելու դրա արդյունավետությունը։ Ասել է դե վաճառքով։ Ասում ենք բանկեր էլի, ես չեմ ուզում ծրալ անունտամ, ասում ենք լավ, դու ո՞նց ես պատկերացնում մարքեթինգի պատասխանատու ջան, որ մարդը այդ տարածքում, որ դե Wi-Fi է, ուզում է կապնի այդ Wi-Fi-ին, տենալու է քո գովազդը, կլիկանելու քո գովազդի վրա, լրացնելու է 20 տողանի դաշտ, որ ձեր քարտը կարողանա ստանա բանկային։ Հա։ Չի կարող այդպես բան լինի։ Մարդը Wi-Fi-ը ուզում կպնի, էլի։ Դե արդեն այդ ժամանակ ոնց է պետքա բիզնեսմենին բան անել։ Հա, ու մենք ոնց որ մերժել ենք այդ համագործակցությունը հենց այդ պատճառով, որովհետև ի սկզբանե ինքը սխալ թիրախավորում էր տալի, ոնց որ մեր համակարգի սպეციფიკայից ելնելով։ Իրականում ձեր համակարգը հենց այն համակարգն է, լիդա գեներացիայի այն իդեալական համակարգն է, որտեղ որ կար այդ տվյալները ամբողջովին գա կազմակերպության CRM համակարգ, որտեղ արդեն իրանց վաճառքի բաժինը աշխատի, որտեղ վաճառքի բաժինը դա եթե նմանատիպ պրոդուկտների մասին, եթե on-line խանութ ես ու դու վաճառում ես, չգիտեմ, շատ ցածր գնային սեգմենտում ապրանքներ, շատ ցածր ասելով մինչև 20000, 30000 դրամ, մինչև 30000 դրամ։ Okay, դա կարա վաճառքով չափվի, բայց եթե դու վաճառում ես ծառայություն, եթե դու վաճառում ես արտադրական process, եթե դու վաճառում ես անշարժ գույք օրինակ, հա, իր համար մարդկանց համար դա processing-ային գործողություն է, այսինքն իրանք պետք է այդ թիրախավորումը դա երևի ավելի շատ մասնագիտական թերի մոտեցում է եղել մարքեթինգի բաժնից, բայց
Այդ մասով արիչ խոսանք, արի քիչ ավելի կենտրոնանանք product-ներին, որտեղ իմ մոտ շատ հետաքրքիր է ու շատ հաճելի է այն լուծումները, որը որ նախ դու ասացիր հայկականը չարսենք էֆեկտիվ ասենք, բայց սա երևի առաջին իմ համար ինչ է ընթացքում մենք խոսում ենք մինչև էսել քննարկել ենք առաջի հայկական ամենաէֆեկտիվ գովազդներից մեկն է, որ մարդիկ կարողանան իրենց հաճախորդներին ուղիղ հասնել այնտեղ, որտեղ որ իրենց հաճախորդները լինում են։ Նաև ասեմ, այդ շատ հաճախ խնդիրը որտեղ է գալիս, երբ որ մարդիկ չեն պատկերացնում ով է իրենց հաճախորդը, տեղել։ Հա, դա իհարկե։ Հա, հաճախորդի պարտետ շատ քիչ են բանը բիզնեսները այսօր որոշում, բայց գնում է զարգացման ու մարդիկ այդ ամեն ինչը տեսնելով պետքա գնան զարգացման ու իրանք էլ իրենց հաճախորդի պարտետը կազմեն։ Հիմա գովազդի մասին ոնց որ տենց խոսակցություն տարբեր տեղեր է գնում։ Հիմա ուզում եմ կենտրոնանամ գովազդի, այսինքն ես ուզենամ այն ցանցը, որ Vimedian ունի, այդ ցանցում բոլոր տեղերում կարամ գովազդ անեմ։ Իսկ կան գովազդի նես տեսակներ, որոնք որ օրինակ չեք թույլատրում, հենց review-ի ժամանակ չի հաստատում ինչ որ բիզնեսներ, որոնք որ չեք գովազդում։ Հա, մենք ունենք դե բացի նրանց ինչ որ օրենքով է սահմանվում եւ սահմանափակվում, հա, այդ մի կողմ դրած, նաեւ մենք չենք գովազդում որևէ քաղաքական կոնտեքստ ունեցող գովազդներ, դա ոնց որ մեր զուտ բիզնես որոշումն է, այսպես ասած։ Մնացած տեսակետից մենք եթե օրենքը չի արգելում եւ եթե գովազդի ստրուկտուրան նորմալ է կառուցված, մենք թույլ ենք տալիս գովազդը միանում է։ Բայց բնականաբար, եթե մենք տեսնում ենք, որ գովազդը պատրաստված, որը որ ինչ որ սխալներ ունի մեջը, տեխնիկական կամ օրինակ մի հատ գործընկեր ունենք, որը որ իմիջայլուց այդ բանը շատ հետաքրքիր պատմություն է։ Վատ մասերի, վատ քեյսերի անունները չենք տալի։ Չէ, վատ քեյս չի, ես ճիշտն ասած չեմ հիշում այդ ֆիրմայի անունը, ամերիկական մի հատ ֆիրմա, հայեր են հաստատ, որոնք որ գրանցվել են մեր համակարգում, գովազդ են սարքել, on-line փող են լցրել իրենց բալանսին, մի 30,000 դրամ, գովազդ են սարքել, գովազդի մեջ կա խնդիր։ Ինքը դրած է սաղ մեր location-ների վրա, ու մենք 95%-ով վստահ ենք, որ դա սխալ է, որտեվ այդ գովազդը կոնկրետ տուրիստներին ուղղված գովազդ է, էլի։ Հաստատ պետք չի ինքը խոսքի ինչ որ այն տեղերում գնա, որ ինքը նշել է։ Հիմա մենք իրանց գրում ենք, իրանք չեն պատասխանում։ Զանգում ենք, չեն պատասխանում։ Վերջը գտել ենք իրանց հայկական ընկերության ինչ որ դուստր ինչ որ ներկայացին, ասել ենք, որ sense բան է, ժողովուրդ, կամ փողը մենք refund անենք ձեզ, հետ ուղարկենք, որտեվ չենք հաստատել այս գովազդը, էֆեկտիվ չի լինելու։ Կամ դուք մեզ ասեք, չէ, մենք օքեյ ենք, թող բոլոր տեղերը միանա։ Ու միջի հիմա չկան, մի ամիսա տենց օթում լրված է այդ գովազդը։ Այսինքն ասածս ինչ է, օրինակ ինչն է, որ կան գովազդներ, որոնք որ մենք հասկանում ենք, որ ինչ որ խնդիր կա եւ ուզում ենք բնականաբար գովազդատուին օգնած լինենք։ Այսինքն նաեւ գովազդատուին խորհրդատվության support ունենք։ Հա, իհարկե։ Որ այդ շատ կարեւոր է, էլի, որովհետեւ այդ գրագետ ճիշտ գովազդ ներկայացնելուց նաեւ ձեր պրոֆեսիոնալիզմը, ձեր պատկերացումը շատ կարեւոր է։ Մեզ մոտ քեզ այսպես ասեմ էլի, երևի թե 70% դեպքերում երբ որ իմ հետ խոսում են ինչ-որ գովազդատուն, մենք իրան մերժում ենք։ Հա։ Վերջում ինքը հասկանում է, որ այս գովազդային հարթակը իր համար չի։ Այդ ոչ թե նրանց է, որ մենք չենք ուզում մեր product-ը ծախենք, այլ նրանց է, որ իրանց պատկերացումները եւ մեր դատան, մեր ինֆորմացիան այս 10 տարվա հավաքած կոնկրետ մեր գրիչի սպეციფիկայի մասին երբ չեն բռնում։ Երբ որ չեն բռնում, մենք իրանց բացատրում ենք, ասում ենք, նայ, եթե դու ուզում ես այս պլատֆորման քեզ օգուտ տա, արա այս։ Եթե դու ուզում ես, որ այս պլատֆորմայով դու ունենաս վաճառք եւ ինքը միայն ոնց որ հստակ չափման մետրիկատ լինի վաճառքը, ապրանքիդ, մի օգտագործի այս պլատֆորման, որտեվ այս ուրիշ բանի մասին է, հա։ Ու մենք 10 տարվա մեջ լիքը բան ենք հասկացել այս համակարգի սպეციფիկայի մեջ ու այդ ընթացքում գրել ենք մի հատ soft ու ինքը հիմա ոնց որ ամիս նոր վերսիա է լինելու, նոր front-end-ով, նոր լոգիկայով բան, առանց չափազանցնելու ինքը աշխարհի top 3 soft-երից մեկն է մեր ինդուստրիայի։ Հա։ Առանց չափազանցնելու։ Ասենք մի անգամ գնա բան Եթե հեռում եղել ես կպի այնտեղ Wi-Fi։ Հեռում եղել եմ։ Մենք կպի այնտեղ Wi-Fi-ին տարբերությունը կզգաս։ Հա։ Զուտ այդքան է ասել, էլի։ Հա։
ովքեր որ հեռվում չեն եղել, խորհուրդ են տալիս որ հեռվում լինեն ու Wi-Fi-ն аэропортում կպեք, տեսեք ինչն է տարբերությունը։ Հա, իսկ ուրիշ բացի գովազդից մի հատ երկրորդ ճյուղ էլ ունեինք, մարքեթինգային ճյուղ։ Ես ուզում եմ այդ համագործակցության ֆորմատներն էլ հասկանանք մարքեթինգային ճյուղից հետո։ Կան ռեստորաններ, հյուրանոցներ, մեծ ինչ-որ տարածքներ, որտեղ լիքը մարդ են գնում ու օգտվում են Wi-Fi-ից, եւ այդ ռեստորանը, օրինակ բերենք ռեստորանի վրա, ավելի բարձր է գնահատում տվյալների հավաքագրումը չերեզ իր Wi-Fi որպես սերվիս, քան այդ գովազդից ստացված գումարը, որ մենք իրեն վճարում ենք, հա։ Հա։ Հետեւաբար ոնց որ ինքը ասում է, չէ, տղեկ, եկեք ձեր սոֆթը ես օգտագործեմ այլ նպատակով, եւ ինքը սկսում է մեզ վճարել նրա համար, որ մենք սարքում ենք իրան համակարգ, որի օգնությամբ ինքը կարա հավաքագրի իր հաճախորդների տվյալները, իր հաճախորդների հետ վերադարձի նոր հաճախորդների քանակի անալիտիկան ունենա, իր ակտիվ եւ пассив ժամերը հասկանա Wi-Fi usage-ից ելնելով։ Այս ամենաշատ կարևոր բանն է, իմ 4-րդ ոնց որ մեր 4-րդ ոդկասթն էր Սյուզի հետ պրոռեկա ընկերության հիմնադիր Սյուզի հետ խոսում էինք ու ինքն էլ Vimediա-ի մասին նշեց, որ տվյալների բազայի կարևորությունը ինչքան է կարևոր հորեկա ոլորտում, հա, ու ասաց, որ ունենք գործիքակազմ, որը որ տալիս է այդ բոլոր հնարավորությունները, որտեղ այսօր շատ դժվար է հաճախորդների տվյալները վերցնել ու ոչ թե վերցնել նրա համար, որ ինչ որ այլ գործողություններ կատարել, այլ ուղղակի իմանաս դու այդ մարդը իր վերադարձելիությունը ինչքան է քանի անգամ է եկել ու եւ այլն, այստեղ process-ներ ունենաս։ Ինքը ասես, որ մենք այդ հրաշալի գործիք ունենք, որով որ կարող են ռեստորանները, հորեկա ոլորտի բիզնեսները օգտագործեն, այսինքն լիդա գեներացիա նաև կարող է հաճախորդ գա, օրինակ մի հատ կոֆե խմի գնա, հա, օքեյ, եթե ինքը Wi-Fi-ին էլ չկպավ, օքեյ, ինքը չտեսավ ինֆորմացիան, բայց ովքեր որ կգտնեն Wi-Fi-ին, արդեն իրենց տվյալները վերլուծության կենթարկվի։ Գիտես, ինձ թվում է այդ շուկան մեզ մոտ նոր է ձևավորվում, ընդհանրապես ռեստորանային եւ հորեկա բիզնեսում տարբեր ավտոմատիզացիայի կիրառումները եւ ներդրումները տարբեր համակարգերի հաճախորդի այդ retention այդ վերադարձի չափելիությունը, ոնց անենք որ մեր հաճախորդը գա, ոնց անենք որ այդ հաճախորդը ավելի բան զգա իրան բիզնեսի հետ կապված նոր զարգանում է։ Ինքը ինչի է նոր զարգացել, որտեվ սկզբից մի հոգի եղել է որ գովազդը միացրել, հետո հա տերը, հետո դրանից հետո մինչև գովազդ միացնել նախ բոլորը կենտրոնացած են եղել որ շատ համով լինի իրանց ապրանք, հետո կենտրոնացած են եղել որ տեղը շատ սիրուն լինի, հետո դրանից հետո կենտրոնացած են եղել որ գովազդը շատ սիրուն լինի, հետո կենտրոնացած արդեն ամենավերջում ամենակարևորը կենտրոնացել են հաճախորդի սպասարկման վրան այդ ընթացքում եւ այլն կենտրոնում, բայց ամենակարևորը դա հաճախորդն է, ոնց անես որ հաճախորդին երկրորդ անգամ կամ երրորդ կամ միշտ բերես քո մոտ, այդ կենտրոնացումն է հիմա որ բոլորը փորձում են կենտրոնանալ հաճախորդների վրա։ Շատ հետաքրքիր է, էլի որ մեր մոտ այդ բիզնեսի գիտես ոնց է ինձ թվում է բնականից է ինչ որ ստացվում, որ ինչ որ ռեստորաններ կան, որտեղ մարդիկ հետ են վերադառնում, հա, ու ինքը մտածում ասում է դե որովհետև ես տենց լավն եմ դրանից այդ։ Հա։ Բայց իրականում այդտեղ կան լիքը տրիգերներ տակը, որը որ ինքը չի վերլուծել, թե ռեալ ինչի են մարդիկ վերադառնում իր մոտ։ Դա գինն է, դա, չգիտեմ, դե տարածքն է, օրինակ։ Արմենակ մատուցողն է, որը որ շատ լավ է հաճախորդի հետ շփվում, բոլորը իր համար գալիս են ժամանակ են ուզում ասեն ինչ կա ոնց է ախպեր մեզ ոնց որ միշտ տենց մի հատ բեր, հա, եւ այլն ու այդ դրա վերլուծությունը եւ հասկանալը շատ կարևոր է։ Իսկ երբ որ բիզնեսը ունի հավելյալ գործիք իր հաճախորդների տվյալները ճանաչելու էլի եւ կարողանում է այդ տվյալներից ստանա ոչ թե ուղակի բանա եկեք մեր ռեստորան մենք ձեզ համար հատուկ ակցիա ունենք, այլ ինչ որ կերպ այդ հաճախորդի հետ ստեղծի այդ անմիջական կապի բանը ֆորմատը, հա, միանգամից այդ ռեստորանի մոտ retention-ը բարձրանում է։ Իսկ ընդհանրապես կա հստակ ստատիստիկա աշխարհում, որ
մոտավորապես 70%-ով ավելի էժան է բիզնեսի համար հետ բերել արդեն եղած հաճախորդին, քան նորին ձեռք բերել։ Հետաբար դա իրոք կարևոր է։ Այսինքն ես կարամ իմանամ իմ մոտ ինչ տարիքային սերի ըստ տարիքի ըստ սերի քանի հոգի է գալիս, քանի ռեստորանը այդ նաև Արի ես քեզ օրինակ մի հատ բերեմ։ Պատկերացրա, ռեստորանը չէ, օրինակ բիզնեսը, բայց հիմա կոնկրետ հոռեկայի մասին։ Պատկերացնենք, որ մի հատ ռեստորան է, ունի մեր համակարգը դրած, այդ մարդը իր հյուրը գալիս է, կապնում է Wi-Fi-ին, թողնում է իր Հարություն Ապետյան, իր մեյլը ընդհանրենք։ Անցնում է X ժամանակ, երբ որ ինքը հետ է գալի, մենք կարողանում ենք իդենտիֆիկացնել, որ այդ նույն հեռախոսն է, կոպիտ ասած, նույն device-ն է։ Նույն device-ն է։ Հետաբար երկրորդ անգամ որ ինքը այնտեղ մտնում է, մենք էլ չենք ցույց տալի իրան այդ login-ի edge-ը, sign up-ի։ Մենք իրան կարող ենք ցույց տանք ուրիշ բան։ Մենք կարող ենք օրինակ իրան ասենք ինչն է քեզ դուր գալի մեր ռեստորանում։ Այդ մարդը կարող է ընդհանրեն գրի, ասի բաները, չգիտեմ, նախաճաշերը, օրինակ։ Պատկերացնում ես կամ ինչ կցանկանայի ավելացնել կամ մի խոսքով էլ ինչու կապ ստեղծեիր իր հետ, հետադարձ կապնել ենք կարող։ Ու դու կարողանում ես ու այդ սաղ դատաբազան, որը որ հավաքվում է իր պատասխանների տեսքով, լցվում է մի account-ի տակ։ Ու բնականաբար ինքը նաև ինտեգրացիա ունի այլ CRM-ների հետ, ոնց որ Bittrex-ը հա դու նշեցիր, ոնց որ կարա այդ API-ով ինտեգրվի տեղ եւ այլն, բայց իդեան այն է, որ դու կարողանում ես ամեն հաճախորդի համար անհատական տվյալների ինչ որ խումբ ձևավորես ու իրեն գցես հետագայում ուրիշ ինչ որ ավելի մեծ զամբյուղների մեջ։ Մարդիկ ովքեր գալիս են իմ մոտ նախաճաշի համար, մարդիկ ովքեր սիրում են իմ մոտ սուրճ խմել, ցեզեր սալատը եւ այլն, հա։ Այդ շատ թանկ տվյալներ է։ Ու դու չես կարող դա ոնց որ թողես մենակ։ Գիտես ոնց որ բիզնեսներ կան, ասում են դե լավ, այդ մեր հաճախ բան, մեր մատուցողը այդ գիտի։ Ասպեր չգիտի։ Նախ չգիտի, բայց այսօր կա ֆակտը որ չգիտի, էլի մարդկային բանի վրա, ֆակտորի վրա չի կարելի թողնել դա տվյալների հավաքագրումը։ Ինքը մարդա, որը հազարումի գործ անում, մի հատ էլ դա է իր վրա ավելացնում որպես ոնց որ պատասխանատվություն, որ ինքը պետք է անի, ինքը չի կարողանալու դա լավ անի։ Ակնհայտ է դա։ 3-ի հոտ շատ լավ ալնելու, 3-ը գոհն են, դժգոհները ասելու են խոսակցություն չունենան ընդհանրապես ու գնան ու չվերադառնան։ Հա, տենց շատ դեպքեր ալում, փաստացի, այսինքն հիմա բանը ռեստորանը ոչ միայն կարող է վերցնի հաճախորդին իդենտիֆիկացնի, ռեստորանը կամ հյուրանոցը կամ այդ ոլորտի բիզնեսը կարող է ոչ միայն հաճախորդին իդենտիֆիկացնի, այլ իր հաջորդ գալուց արդեն այդ հաճախորդից ստանա ֆիդբեք ինֆորմացիաներ, ստանա առաջարկներ, ստանա ու այդ ամեն ինչը անի ձեր ծրագրի միջոցով, որը որ հնարավորություն է տալիս, հիմա ամեն ինչը պարզ է իմ համար։ Հիմա եկեք մի հատ խոսանք բիզնեսից, քանի հոգի են աշխատում, մենակ Հայաստանում եք աշխատում, թե ոչ, էս էլ է շատ կարևոր, որ իհարկե գիտեմ Հարություն, որ դուք աշխատում եք տարբեր այլ երկրներում, բայց իմ համար շատ կարևոր է, որ այս ամեն ինչը նաև մեր ովքեր որ մեզ դիտում լսում են, իմանան, որ ինչ մեծության է թիմը, որտեղ ենք աշխատում, ինչ մարքեթինգային գովազդային փորձեր ունենք տարբեր երկրներում ու այդ փորձը ոնց է գալիս Հայաստանում կիրառում։ Մեր թիմը մեծ չի, մենք 10 հոգի ենք ու իրականում ոնց որ չգիտեմ, այնց է մեր երբ որ խոսք գնում է բիզնեսի զարգացման, մեծացման մասին եւ այլն, սովորաբար ասում են դե մեզ նոր մարդիկ են պետքա թիմը մեծացնել եւ այլն, մեզ մոտ մի քիչ այլ կերպ է գնացել դա առաջ, մեզ մոտ ոնց որ այդ 10 հոգուց բոլորը սենյոր են, կոպիտ ասած էլի։ Ու եւ այն ինչ որ մենք կարող ենք ավտոմատացնենք, այն ինչ որ մենք կարողանում ենք բերենք ոնց որ outsource-ի, բայց որակով outsource-ը մենք փորձում ենք outsource անենք, բայց ոնց որ հենց բուն թիմը, որը որ աշխատում է, դա փոքր թիմ է։ Դրա հաշվին մենք ունենք շատ լավ որակ, անկեղծ ասած։ Հա։ Իսկ այն ինչ որ հիմա է կատարվում ընդհանրապես շուկայում, այսինքն AI-ը եւ մնացած գործիքակազմերը, որոնք AI-ից բխում են եւ ստեղծվում են, մեր գործը ավելի է հեշտացնում, անկեղծ որ լինեմ։ Ու ավելի արագացնում որոշ process-ներ, որոնք որ թմի փոքր լինելու պատճառով որոշ դեպքերում դանդաղում է, հա։ Ովքեր որ օգտագործում են իմիջիալուց AI-ի մասով հարց AI-ը օգտագործում եք բիզնեսում ու արդյոք պրոդուկտներն են AI-ով աշխատում թե ոչ։
Արի ես քեզ մի հատ լավ օրինակ բերեմ, ես մեր վերջի բանն է, որ անում ենք, էլի տվյալների հավաքը գրման մասին է, բայց այս մեկը մի քիչ ավելի ուղղված է կոնկրետ Wi-Fi-ը օգտագործել որպես դատայի հիմնական աղբյուր եւ իրան հետագայում օգտագործել ուրիշ գրիչների վրա, կոնկրետ email-ի ու SMS-ների վրա, ինչ ենք մենք անում։ Երբ որ Զվարթնոցում ժամանման սրահում կապրում ես Wi-Fi-ի, մի հատ էջ է բացվում, որտեղ բացվում է մի հատ էջ, ասում է բարի գալուստ Հայաստան, ստացիր հատուկ առաջարկներ քո այստեղ գտնվելու ժամանակի ընթացքում, այդ անգլերեն է բնականաբար, պրոստը հայերեն եմ հիմա ասում, ու տեղը, որտեղ մարդը իր մեյլը կարա թողի։ Ու ինքը պարտադիր դաշտ չի, то есть ինքը մեծ կոճակ կա, վրան գրած է skip, կարա skip անի, вообще չլրացնի, կպնի ինտերնետին, էլի, պատկերացրեցիր։ 11%-ը մարդկանց, ովքեր այդ ինֆորմացիան տեսնում են, լրացնում են իրենց տվյալները։ Այդ 11%-ից մոտավորապես 300 հատ մեյլ ենք մենք ստանում, որոնցից 70-ը անցնում են վալիդացիա։ То есть առաջի layer-ի վալիդացիային անցնում, որ ասենց մեյլ գոյություն ունի, այս մարդը նորմալ մեյլ է թողը։ Պատկերացրեցիր։ Ինչ է հետո կատարվում։ Հետո արդեն ամբողջությամբ ինչ որ ես մակը պատմում, սա ավտոմատիզացիա է, հա։ Մենք օգտագործում ենք արհեստական բանականությունը։ Մենք օգտագործում ենք մի շարք գործիքներ, որոնք որևէ մեկը մերը չի կոպիտ ասած, էլի։ Մենք մեր դատան տալիս ենք make.com-ում մի հատ ավտոմատիզացիայի լոգիկայի, որտեղ որ դատան լցվում է, անցնում է առաջնային վալիդացիա հատուկ գործիքներով, որ բարձր որ այս մեյլը գոյություն ունի, թե չէ, որ bounce rate-ը ցածր լինի, որտեղ դրանց spam-ի հավանականությունն է կախված։ Հետո անցնում է ChatGPT-ով այդ մեյլերը ու բաժանվում են 3 խմբի։ Ռուսա մեյլի կառուցվածքից։ Իսկ Տատյանա Իվանովա շնիկ mail.ru։ Հա, всё, իրեն գցեց որպես ռուսա։ Հայա էլի նույն լոգիկայով ու other-ը։ Այդ other-ը հետո ավելի կլայնացնենք իհարկե, բայց other-ը ոնց որ անգլերենն է։ Հիմա ինչ է հետո կատարվում։ Հետո այդ դատան գնում է ավտոմատ կերպով, լցվում է մեր email provider-ի լիստի մեջ, օրինակ գրած է, չգիտեմ, ռուսներ։ Անընդհատ ընդ դատա է լցվում, պատկերացրու։ Ամեն օր, ամեն 15 րոպե մեկ մարդ է գալի լցնում, կապնում է Wi-Fi-ին դատան տալիս է, տենց flow-ով ինքը լցվում է, ու ինքը ստանում է mail, երբ որ գալիս է Հայաստան, օրինակի համար մեր ԿԳՄՍ նախարարությունից Հայաստանի մուզեյների գովազդով Ռել։ Марта гальса русская, стало добро пожаловать в Армению. Вот 5 музеев, которые мы вам советуем обязательно посетить в Երևանի, օրինակ։ Պատկերացրեցիր։ Ու դրանից հետո գնում է արդեն mail-ի sequencing, այսինքն կա ստատիստիկա, որ մինչնում տուրիստը Հայաստանում 5-ից 7 օր է մնում, ստատիստիկան ընդհանրապես տենց է։ Sequence-ն հենց է սարքած։ Հա, որ մենք իրան 3 անգամ mail ենք ուղարկում, իր աստեղ գտնվելու ընթացքում։ Ես այդ դրսում տեսել եմ, պատկերացրեցիր։ Դրսում էլ փաստորեն տենց սալյուսից ոնց են ինտեգրալները վերցնում։ Մենք այնց ենք անում, որ այդ դատան ու այդ սաղ համակարգն ինձ լինի, որ գնա inbox։ Ոչ թե որ spam չգնա, даже որ promotion չգնա։ Եթե Gmail-ի օրինակ էլի, բնականաբար այնտեղ կա ինչ որ բան տոկոս, որ ինչ ուզում ես դու արա, ինքը կարա գնա spam։ Բայց լոգիկան այն է, որ այս գործիքակազմը օգտագործելով մենք կարողանում ենք շատ թիրախային հավաքագրել նախ տուրիստների մաքուր բազա, որը որ հիմա նաև քննարկումներ կան туриզմի կոմիտեի հետ, որ ինչ որ կերպ իր այդ աշխատենք, ոչ թե ուղղակի բազան հավաքեցինք, այդ մարդը եկավ ու գնաց, հա, всё, դե հաջող ախպեր գնացիր, լավ է։ Այլ հետագայում մենք իրան ժամանակ առ ժամանակ Հայաստանի մասին հիշացնենք։ Հա, պատկերացրեցիր, ափսոս է, չէ՞, գիտես մարդը եկել է Հայաստան, հավանականությունը որ ինքը էլի կարող է գա Հայաստան, շատ ավելի մեծ է։ Այն retention-ը, որ մենք խոսում ենք, 70%։ նույն բանն է, հա, շատ ավելի հեշտ է համոզել մարդուն, որ քո մոտ արդեն եղել է, որ ինքը հետ գա, քան նորին բերելը։ Ու այդտենց մի հատ համակարգ ենք սարքել, հենց հիմա ինքը կիրառվում է ու շատ լավ արդյունքներ ունենք։ Ես մի հատ բան ասեմ, օրինակ, այս հենց այս օրինակի վրա, այսինքն արհեստական բանականություն, որ դրված է ու ինքը ավտոմատ կերպով սաղ այդ գործողությունները անում, շատ թույն լուծում է, ու այս այդ լուծումը, որ պատմում ես, ես նոր եմ հասկանում, օրինակ ինչ որ երկիր եմ գնում, մասնավորապես ես վերջում մի քանի անգամ հռոմ եմ գնացել,
ինձ WhatsApp-ով են գրում։ Ես ասում իրանք կամ Telegram-ով, իրանք որտեղից գիտեն, ինչ գիտի, որ ես եկել եմ Telegram-ով, ու տարբեր բիզնեսներ։ Ու երբ որ գրվում է, ես օրինակ մի հատ տեղ կա, որ հռոմը շատ եմ սիրում, տեղ գնում եմ, բարբերաբար տեղից նամակներ եմ ստանում։ Հա, փաստորեն լրիվ նույն Ես չեմ կարող ասեմ հենց այդ նույն բանն է, թե չէ, բայց լոգիկան հա, տրամաբանությունը նույնն է, էլի։ Լոգիկան է դա։ Շատ լավն է, շատ այս այն կամպանիաներն են նաև այն ընկերություններն է պետք, ովքեր որ հիմնականում իրենց աշխատանքային process-ը տուրիստական ուղղությունն է, տուրիստներն են, այն մարդիկ են, ովքեր որ իրենց, չգիտեմ, սուվենիր հայերեն ոնց ալում, հուշանվերները կարան ձեռ բերեն Հայաստանից ինչ-որ մասնիկ տանել, այս այդ կազմակերպությունների ամբողջ բոլորի մասին է, էլի, որ տուրիստների հետ է աշխատում, ավտովարձույթներ ու տենց մի շարք կարելի է թվարկել։ Հա, մենք կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք այս մի պրոյեկտով ու ինքը կարա ինչ-որ լավ հետաքրքիր ավելի մեծ մի բանի կտոր դառնա։ Իսկ Հարութ ջան, ուրիշ երկրներում աշխատում եք, ինչ երկրում մենք բան ունենք մեծ փորձ տարբեր երկրներ մուտք գործելու, որ որոշները հաջողված են, որոշները ձախողում ա եղել ամբողջությամբ։ Օրինակ մենք հիմա տրամադրում ենք մեր soft-ը միայն որպես SaaS, այսինքն software as a service ենք տալիս Տաջիկստանում, Իսպանիայում, ինչ որ չափով տալիս ենք Ռուսաստանում, հիմա դա ոնց որ կարելի ասել չկա, Պարսկաստանում ենք տալի մինչև հիմա, բայց օրինակ Պարսկաստանի այդ օրինակը ինքը կարելի է համարել անհաջողություն, որ մեծ բաներ իրանց ենթադրում, մենք մեծ ոգևորվածություն ունեինք, ոնց որ գործընկեր ունեինք, որը որ Պարսկաստանում էր, ուներ կապեր, դուրս էր եկել իրանց ամենախոշոր տելեկոմ պրովայդերներից մեկի վրա, Asiatek այդ ֆիրմայի անունը, պետական տելեկոմը ու ունի Wi-Fi պետական համարյա թե բոլոր կառույցներում, այսինքն Պարսկաստանի բոլոր օդանավակայաններում, Պարսկաստանի երկաթգծի բոլոր կայաններում, մի խոսքով խայտարակ մեծ ցանց։ Մենք նայում ենք, ասենք 80 միլիոնից երկիր է, միլիարդատեր ենք հեսա դառնում, մեզ են տվել ոնց որ այդ համակարգը, բան։ Չէ, դե պարսիկները տենց հողեր չեն։ Ինտեգրվեցինք, երևի մի շաբաթվա մեջ, soft-ը մեր կպավ իրենց ցանցին բանման, նայում ենք թվերը, թե ինչքան մարդ օգտվում Wi-Fi-ից, Հայաստանից քիչ է։ Ասում ենք ինչ սխալ կա, էլի VPN-ի որ չգտնեն Wi-Fi։ Ոչմ գնացինք, ստուգեցինք, մնացինք, դե պարզեց, որ հա Wi-Fi կա, բայց չեն օգտվում Wi-Fi-ից, որտեղ որպեսզի դու Wi-Fi-ին կապնես, պետք է քո паспорտը սերիան ամեն անգամ գրես։ Հա։ Բացի որ ով ես ինչ ես բանում, մի հատ паспорտի սերիան պետք է գրես դաժե, դե պարզ է որ ոչ մի չի։ Ես անգիր հիշում եմ կգրեմ։ Բայց դե ոչմ դե էտել ոնց որ այդ չհաջողված кейսերից մեկը ինչի է դա տենց եղել, դե որտեվ շուկայի ուսումնասիրություններ պետք է անել սկզբից միջև մտնել։ Ինֆորմացիա ասեմ, օրինակ ինչքան գիտեմ ու հիմնականում տենց է Պարսկաստանում, որ շատ հավելվածներ Պարսկաստանում չի աշխատում։ Մասնավորապես արևմտյան երկրների հավելվածներ չի աշխատում ու ժողովրդի մեծամասնությունը շատ մեծամասնություն իրանք VPN են օգտագործում։ Ու այդ VPN-ը որ օգտագործում են, փաստացի թե իրանք կպնեն Wi-Fi-ին։ Հա, դե չի, ինքը Instagram չի կարա մտնի։ Ոչ միայն Instagram չի մտնի, այլ իրան Instagram փորձել մտնելու համար իրան ասած։ Հա, կարա լուրջ խնդիրներ լինի։ Մտրակի 80 հարված։ Այո, հա։ Տան, որը որ հա դրա համար երևի չի աշխատել Պարսկաստանում։ Հա։ Ինչ հասկա, դա քիչ է տարբեր кейսերը։ Մենք հիմա օրինակ ունենք ֆոկուս օդանավակայանների ցանց ստեղծելու վրա, այսինքն որ բիզնեսը կարողանա մեր համակարգի միջոցով տարբեր օդանավակայաններում on-line գովազդ դնի, որտեղ տենց ծրագիր չկա աշխարհում։ Օրինակ եթե դու ուզենաս օրինակ եմ բերեմ, չգիտեմ դա Դոհայի аэропортում Քաթարում գովազդ դնես, չես կարա դնես, անհնար է դա։ Հա։ Դաժե եթե շատ փող ունես, էլի։ Հա։ Որտեվ այդ process-ը հետևել, դու գնում ես, այդ agency-ին ես դիմում նամակով, իրանք նայում են, ասում են, չէ, բան չի լինի, մի տարով պայմանագիր կնքի իմ հետ, բանման եւ այլն, ու դրա պատճառով իրականում լիքը բիզնես ու նաեւ օդանավակայանը մեծ գումարներից է զերկվում, որտեվ
Google-ը ինչ արեց? Google-ը հասկացավ, որ կա աշխարհում միլիոնավոր փոքր եւ միջին բիզնեսներ, ովքեր պատրաստ են փող ծախսեն իր մոտ, այդ PPC pay per click-ի լոգիկայով, ու ինքը ավելի շատ փող կաշխատի, եթե մտցնի bidding-ի մեխանիզմ, այսինքն աուկցիոնի մեխանիզմ, կոպիտ ասած։ Դու ասում ես, ես տալիս եմ $1 մի կլիկի համար, ես ասում եմ 2 եմ տալի մի կլիկի համար։ Կոպիտ ասած, չէ՞, կլիկը դա կլիկա Google-ի համար ինչ, բայց եթե ես 2 եմ տալի, ինքը բնականաբար իմ հետ է աշխատում։ Այն լոգիկայով մենք էինք ուզում այդ համակարգը սարքենք, իրականում կա մեր մոտ հիմա համակարգը արդեն աշխատում է այդ bidding-ի լոգիկայով։ Բայց ուզում ենք օդանավակայանների վրա տարածել, ու որ բիզնեսը, որ ասում է ես ուզում եմ Դոհայում օդանավակայանում գովազդ դնեմ ու պատրաստ եմ X2 վճարեմ դրա համար, ինք ասենք սիրով կոպիտ ասած էլի, ու revenue share անենք օդանավակայանի հետ։ Այդտեղ մենք Մի հատ հարց էլի օդանավակայանների մասով, օրինակ ռեստորանների մասով ուրիշ է, օդանավակայանների մասով ուրիշ է։ Հիմա օդանավակայանի օրինակով ուզում եմ մի հատ հասկանանք ռեստորանների այդ բիզնես process-ն ուզում հասկանանք, էլի, որ մտնում ես օդանավակայան, գրածա free Wi-Fi։ Մտնում ես free Wi-Fi-ին սեղմում ես, այնտեղ արդեն բացում է այն edge-ը, որը պետքա բացի, դու տվյալները լրացնում ես, ու դու կբացես, այնտեղ ոչ մի login, ոչ մի password, այնպես գաղափար չկա, ու Wi-Fi-ի password գաղափար չկա։ Այսինքն ռեստորան, բայց շատ է եղել, օրինակ ռեստորաններում, որ Wi-Fi-ի password են ասել մեզ։ Օրինակ դա ավելի բան է, ոչ էֆեկտիվ է, password-ը ամեն անգամ հիշել ու հետո մեկը մյուս հետ չերան, քան մտնել օրինակ մի հատ քո մեյլը, որը որ սաղ կյանքդ գիտես գրես էլի։ Դե հա, password-ը էլի գալիս է, եթե ռեստորանը ունի Wi-Fi ու իր վրա կա password, հավանաբար ինքը չունի պատկերացում, թե ինչ կարա տա իրան այդ Wi-Fi-ը։ Ինքը այդ Wi-Fi-ին վերաբերում է որպես դե հա, ինտերնետ ունեմ, ձեռի հետ մարդկանց Wi-Fi-ել եմ տալի։ Ինքը չի հասկանում, որ այդ Wi-Fi-ը ինքը կարա ծառայեցնի շատ հստակ նպատակների, իր հաճախորդների հետ կապ ստեղծելու, տվյալներ հավաքագրելու եւ որ դա իրականում ամենահարմար ձևերից մեկն է դա անելու համար, էլի։ Ոչ միայն ամենահարմար, ամենաէֆեկտիվ ես կարայի ասել, որովհետեւ այսօր մենք քանի որ CRM-ի ներդրումով ենք զբաղվում, ռեստորանային ոլորտում մի քիչ CRM-ը տարբեր է, էլի, այսինքն դու պետքա ինչ-որ գործիքակազմեր ստեղծես, նվեր քարտեր, չգիտեմ, սերտիֆիկատներ, Facebook-ի հետ ինչ-որ գործողություններ, ինտեգրացիաներ ու նաև ներքին ռեստորանային ծրագրեր, օրինակ ICO Smart Rest այդ բոլոր համակարգերի ինտեգրվես, որ ոչ թե իմանաս այն մարդը որ նստած է, այլ այն մարդը որ տվյալ է տվել կամ մեր մշտական հաճախորդն է, ինքը կերել է օրինակ Caesar salad, խորոված եւ այլն եւ այլն։ Այսինքն այս պարագայում մենք հատուկ մարքեթինգը այս պարագայում, որը որ հենց CRM-ը ունենում, CRM-ը ինչ է կարգվում մարքեթինգի ու վաճառքի բաժինները էլի։ Իսկ ռեստորանում վաճառքի բաժին որպես այդպեսին չկա, ռեստորանում վաճառքի բաժինը դա մատուցողներն են ամբողջովին, հա։ Այս պարագայում ռեստորանում ոնց որ սենց է ստացվում էլի, մատուցողը պետքա սա այս հատվածը դրված է մատուցողների վրա ու մատուցողները շատ հաճախ դա դրա ժամանակը ու դրա գիտելիքը չունեն ոնց կարելի է հաճախորդից տվյալներ վերցնել, որը հաճախորդը իրանից չնեղվի։ Այս պարագայում ոնց որ այդ հատվածը վերցնում եք ու մենք կարող ենք իդենտիֆիկացնել այս մարդով է բազայում, ինչա կերել արդեն։ Ոստեղ շատ մեծ տվյալների բազա է, որտեղ որ թիրախավորված ոչ միայն գովազդներ կարելի անել հետագայում, այլ հացը կերավ կամ առիթը նշեց գնաց, ինքը ստանա մի հատ նամակ, որտեղ ասում են գնահատի մեզ, այդ ֆիդբեքն էլ ունենա էլի, իհարկե, հա։ Շատ հետաքրքիր է։ Ամենաթանկ բանն է ինձ թվում է այսօրվա դրությամբ դա տվյալներն են։ Ամենաթանկ բանը դա ճիշտ մաքուր վալիդացված տվյալներ ունենալն է, որոնք որ քեզ կարող են տրամադրել պոտենցիալ հաճախորդների ինֆորմացիաները, ճիշտ է։ Կապը շատ կարևոր է։ Մի հատ ուրիշ հարց եմ, էլի Հարություն, օրինակ
եթե գաղտնիք չի էլի իհարկե, կարծում եմ գաղտնիք չի, ինչ տարիֆների ովքեր որ մարդիկ ուզենան գովազդ միացնեն, ես ենթադրենք ուզենամ գովազդ միացնեմ, որտեվ հենց իմ կամպանիա օրինակով բերեմ, չի աշխատում իմ համար ոչ Facebook-ը, ոչ Instagram-ը, ոչ այլ մնացած մարքեթինգ։ Մի անգամ լիստն է աշխատել էլ դրսի Ամերիկայի շուկայի համար էլի, ոչ հայկական։ Ինչի համար եմ ասում, որտեվ հենց գովազդ եմ միացնում այն կամպանիաները, ովքեր որ իմը չեն, թիրախավորում են, որ մաքսիմալ տարբեր ձևով փոքր խանութներ, ինչ որ գործողություններ, որ իրենց ավելի շատ հայկական ծրագրերն է պետք կամ պետքա հայսել ծրագիրը, օրինակ, հա։ Այ հարցս կայանում է ինչ տարիֆիկացիաներ կա, որ այն մարդիկ, ովքեր որ ուզում են ձեր ցանցում միանան կամ ու որտեղ կարան տեսնեն այդ տարիֆիկացիաների մասին ու ինչ ցանցեր կա ընդհանուր առմամբ Երևանում, եթե 300+ ցանց կա, ինչ տեղանքներ կա ու որտեղից կարելի է այդ ինֆորմացիան ունենալ, որ մենք կարողանանք մեր գովազդը միացնել։ Գովազդի մասին է խոսքը։ Ամենահեշտ տարբերակը դա գնալ այցելել մեր կայք, գրանցվել ու կայքը որն է Ymedia.am։ Հա, Ymedia.am, W-ով Ymedia, հա, Wi-Fi-ի վին է էլի։ Հա, այդ գիտես ոնց է տանը вообще հորինվել։ Կադաստրում ընկերությունը գրանցելուց։ Հա, տենց մի բան պետք է Wi-Fi-ն կա, Wi-Fi-ն ինը մեդիա դելա տո Ymedia։ Այդ տենց է ստեղծի անունը։ Հա։ Մի խոսքով հիմա ամենահեշտ տարբերակը մտնել կայք, գրանցվել ու անցնել ամբողջ ճանապարհը, որը կայքը առաջարկում է, դա նաև կտա ինֆորմացիա, թե ինչ տեղերում է հասանելի գովազդը, որտեղ մենք ունենք տեղեր, որոնք որ մեր ցանցի մեջ են, բայց գովազդատու չի կարող այնտեղ լինի։ Օրինակ բանկերի մասնաճյուղեր։ Հա։ Մենք փաստացի չունենք սահմանափակում բյուջեի, մենք ունենք դրված գին մեկ ցուցադրության արժեքի, որը 15 դրամ է քաղաքում եւ 50 դրամ է օդանավակայանում, իսկ բյուջեն դու ես որոշում, թե ինչքան դիտում ես դու ուզում։ Դու կարաս ասես ես օրը ուզում եմ 10000 դրամի իմ գովազդը գնա, ենթադրենք, հա։ Ինքը տենց կարա քո նշած տեղերը ծրագիրը ավտոմատ կբաշխի կգնա քո գովազդը։ Բնականաբար ինչ որ կա էֆեկտիվության սահմանաչափ ու կախված քո նպատակներից մենք կարանք ոնց որ քեզ ուղղորդենք, թե ինչ բյուջեն է ճիշտ օգտագործել ստեղ կամ այնտեղ, որտեղ նույն Google-ը, որը որ աշխատում է կարելի ասել նույն պրինցիպով, հա, կամ Facebook-ը, ինքը երբ որ բիզնեսը ինչ մեծ բիզնեսներ են լինում, ասենք Uber-ը երբ որ մտնում էր Բրազիլիա, ինքը Google-ում մոտավորապես 3 միլիոնի գովազդ էր դնում ամսական։ Հա, այսինքն բարձա չէ, որ իրանք չէին մտել, հա, իրանք չէին մտել Google on-line account սարքի, դրել էին բյուջեն $3 միլիոն, ասել էին դելով։ Դե բնականաբար մարդիկ ավելի խորքային։ Իսկ այն կամպանիաները օրինակ որ ովքեր որ ուզում են, իրանք ունեն ռեստորան կամ որևիցե այլ հաստատություն, որտեղ որ Wi-Fi անվճար է, այդ կազմակերպությունները ոնց են դիմում ձեզ ու ինչ գործընթաց է անցնում էլի, որ այդ մասն մի քիչ նկարագրեք, հետաքրքիր է։ Գործընթացը երկու տարբերակ է, էլի նույն կայքն է, որ կայքով կարաս մտնես, գրանցվես ու քեզ կհարցին դու ոնց որ ուզում ես գովազդատու լինես, թե venue որտեղից գումար աշխատես մեր հետ համագործակցելով, այդ մի տարբերակն է։ Մյուս տարբերակը ուղղակի մեզ զանգահարել էլի մեր համարներին ու ամբողջ ինֆորմացիան մենք կտրամադրենք։ Հա։ Իսկ գինը, եթե խոսքը գնում է այդ մարքեթինգային գործիքի մասին, ռեստորանների համար ինքը շատ մատչելի է իրական։ Իսկ մի ցուցադրությունից օրինակ ռեստորանի համար, ովքեր որ իրենց Wi-Fi-ը տրամադրում են որպես գովազդային հարթակ, այդտեղ գին ֆիքսված կա, թե մի քիչ տարբեր է։ Դա կախված է արդեն ինչ ռեստորան է, մասնաճյուղեր ունի, չունի, ինչ կլասի է, հա, որտեվ օրինակ բերեմ էլի, ենթադրենք ռեստորան է, որը որ քաղաքի ամենահիմա տենց տրենդային տեղն է, հա, ու մի հատ ռեստորան է, որը որ հաճախորդ չունի կամ շատ քիչ են, հա։ Բնականաբար գովազդատուի տեսակետից տրենդայինը իր համար ավելի կարևոր է լինելու եւ ոնց որ դրանից կախված գնի տարբերություններ կարա լինի։ Հա, իսկ գովազդատուն ինքը կարող է որոշի օրինակ իմ մոտ այսինչ գովազդները չտեղադրվի։ Հա, իհարկե։ Հա։ Շատ լավ, շատ հետաքրքիր էր, Հարութ ջան։ Ուրախ եմ հանդիպման համար։
Ես ուզում եմ ասեմ մի հատ վերջում ուղղակի մի հատ ամփոփում անեմ, որ բոլոր այն ընկերությունները, ովքեր որ զբաղվում են ցանկացած ավտոմատացման համակարգերով, հարուց հետ ոնց որ ժամանակը մեր սպառվում է ավտոմատացած համակարգերով եւ ուզում են ինտեգրացիա անեն, ես հարուց հետ նոր հանդիպումից առաջ խոսեցի, հաղորդումից առաջ, այդ բոլոր համակարգերի հետ ինտեգրացիա կա, այսինքն հանգիստ մարդիկ կան իրենց դատաբազային, իրենց CRM համակարգերին կցնեն ձեր լուծումը ու մենք ստանանք CRM ներդրող ընկերությունները ստանան այն անհրաժեշտ կարևոր ինֆորմացիան, որտեղից որ իրենց վաճառքի բաժինը կաշխատի։ Շատ հետաքրքիր էր Հարութ ջան, շատ լավ գործ եք անում, եթե կարելի ասել Հայաստանի միակ այն հարթակը, որտեղ որ գովազդը հենց թիրախավորված Հայաստանում է ու դու կարաս կոնկրետ ուղիղ թիրախավորես քո բոլոր հաճախորդներին, որը որ ֆանտաստիկ է, էլի, նախ գումարը իմ համար հայրենիքի հայրենասիրական տեսանկյունից գումարը մնում է Հայաստանում չի գնում դուրս, այս ամենակարևորն է իմ համար եւ երկրորդ կարևոր բանը, որ գովազդը համ թիրախավորված է, համ էֆեկտիվ է, համ էլ վերջնական արդյունքում դու ունես անալիտիկա ու ստատիստիկա, այսինքն բոլոր հաշվետվությունները ձեռքիդ տակ է։ Ես ուզում եմ նաև ուղղակի ավելացնեմ, որ մենք միակը չենք, որը որ հայկական է։ Հայաստանում կան էլի կան ուրիշ ուղղություններով զարգացող, կան մեդիա ագենստվաներ, Prodigy-նա, Media Systems-նա, թե չեմ սխալվում։ Բայց իրանք այդ նույն լուծումներն են տալիս։ Իրանք Wi-Fi չունեն, բայց իրանք ունեն հայկական կայքեր, թիրախավորման ինչ-որ լոգիկաներ, բաներ, որոնք որ եւս լավն են։ Prodigy-ն իմիջիայլոց մեր գործընկերն է, ես։ Հա, ես կներեք, եթե ինչ-որ կազմակերպություն կա, ում չեմ նշել, բայց մի խոսքով կան Հայաստանում լավ, ընդհանրապես Հայաստանում գովազդի շուկան զարգանում է ծրագրային առումով նաև, այսինքն նոր լուծումներ անդադ առաջ գալիս եւ պրոֆեսիոնալիզմը ավելանում է։ Այս ամեն ինչի համար է, որ մեր բիզնեսմենները, ովքեր որ դիտում են մեզ, իրանք իմանան, որ այն մեծ գումարները, իրոք մեծ գումարները, որտեղ Facebook-ն էլ, Instagram-ն էլ ու մնացած այլ մարքեթինգային հարթակներ, որը որ այսօր շատ օգտագործվում են, բավականին թանկացել է Հայաստանում։ Այո, իհարկե։ Կա այլընտրանքային էֆեկտիվ, շատ էֆեկտիվ այլ տարբերակներ, որոնցից մեկը Y-Media-ն է։ Հարութ ջան, շատ ուրախ եմ ձեր գործերին հաջողություն։ Շնորհակալություն։ Մերսի, որ եկաք ինձ։ Ստեսյուն։